Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն ողջույն բոլորիդ շատ ուշ է գիտեմ ժամը Հայաստանում բայց բոլոր դեպքերում ասեցի մի քանի խոսք պետք է այսօր ասեմ եկեք չխախտելով մեր ավանդությունը այնուամենայնիվ չնայելով ժամին սկսենք աղոթքով օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն ըստ գործը ձերած մերոց ուղի հարայմես Տեր եւ զգործը ձերած մերոց հաջողյամես Փարքոր եւ որդվո եւ քույն սրբո այժմ եւ միշիվավիտյանս հայրենից ամեն դուր ինձ իմաստությունս բարիս խորհել եւ խոսել եւ գործել ռաչիկո համենայն ժամ իչար խորհրդոցի բանիցիվի գործոց փրկյազիս եւ ողորմյա կորարածոց եւ ինձ բազմամեղիս ամեն միտեղ բարի ուշ երեկո միտեղ բարի արավոտ աշխարհասփյուր հայություն իմ հազարավոր Facebook-յան ընկերների եւ բազմահազար հետևորդներ Աստծո ձայնը հաղորդաշարը այսօր մի քանի խոսքով հանդես է գալիս մասնավորապես չգրեցի որպեսզի խանգարողներ չլինեն բայց չպիտի երկար լինի անշուշտ սակայն անդրադարձ եմ անելու կարևոր նյութերին մասնավորապես այսօր պաշտոնապես արդեն իսկ հայտարարվեց այն մասին որ վայոց ձորի թեմի բարեխնամ առաջնորդ Աբ รา համ arczepiskopos Մկրտչյանը կոչվել է հանգստի Ես կուզեմ այս մասին խոսել, որպեսզի պարզություն մտցնեմ այդ երևույթի մեջ։ Ուրեմն նախ եւ առաջ պիտի ասեմ հետեւյալը, որ երկար ժամանակ այս հարցը օդից կախված էր, Սրբազան հայրը վաղուց էր այդ բանով դիմել, հա, որպեսզի հանգստի կոչվի, բայց դա այն ժամանակ էր, երբ որ նույնիսկ չկար այսօրվա իշխանությունը։ Սա շատ վաղուցվա թեման է եւ եթե ես չեմ սխալվում, որ վերջի շրջանում նման բան միտք չուներ Աբ รา համ Սրբազանը հանգստի կոչվելու, բայց քանի որ նա թե բանավոր, թե գրավոր մի քանի անգամներ այս մասին ասել է Կտրիչ Ներսիսյանին, Կտրիչ Ներսիսյանը որոշեց հարվածել մեջքից, հարվածել այս շարժմանը, վեհարանը վեհի կամ բարենորոգման այս ծրագրին եւ այսօր ազատեց պաշտոնից եւ նշանակեց ժամանակավորապես պաշտոնակատար, որ միաժամանակ այնտեղ էլ զբաղվի թեմի հարցերով, ուրեմն մի տականք, մի սրբապիղծ, որը Սյունյաց թեմի առաջնորդն է։ Այս սա է իրականությունը, այն դանդաղությունը, որ դանդաղում է պետությունը, դանդաղում են իշխանավորները այս հարցը լուծելու, բերում է նման բաների։ Իմիջիայլոց ես դա ասել էի, որ դա պիտի այդպես էլ լինի եւ այդպես էլ եղավ։ Ես չեմ կարծում, որ մենակ դրանով պիտի սահմանափակվի Կտրիչ Ներսիսյանը։ Ես իմ մեջ ունեմ այդ համոզումը, որ Կտրիչ Ներսիսյանը կամանց մինչև որ ընտրությունները օրը բոլորին ազատելու է տարբեր պատրվակներով պաշտոնից։ Առնվազն դա է անելու։ Եվ եթե դա այդպես չլիներ, այսօր մենք դրա մասին չենք խոսելու ձեզ հետ։ Ես գտնում եմ, որ այս խայտառակ երևույթը պետք է սթափեցնի երկրի իշխանություններին եւ պետք է նրանք հասկանան, որ պետք է գործեն։ Եթե չգործեն, իրանց բանն է, հասկանում եք, ընտրությունը իրանցն է։ Եթե չգործեն, ես գտնում եմ, ես շատ կասկածներ ունեմ, որ դրանք կդառնան նորից իշխանություն, շատ կասկածներ ունեմ։ Եվ գիտեք ինչի, որտեղ Կտրիչ Ներսիսյանը ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի ինքը ոխերիմ միստահակ է եւ շատ հմուտ է իր չար գործերի մեջ։ Ինքը շատ հանճար է։ Չար բաներ է անելու։ Պրոֆեսիոնալ է, իսկականից պրոֆեսիոնալ չարագործ է։ Եվ ինքը ամեն ինչ անելու է, ամեն ինչ որ հնարավոր է եւ նույնը որ հնարավոր չէ, ինչ որ ձեր մտքով կանցնի պետություն եւ ձեր մտքով չի կարող նույնիսկ անցնել, նա անելու է, որպեսզի դուք չկարողանաք վերընտրվել եւ դառնալ նորից իշխանություն 26 թվականի գալիք ընտրություններում հունիսի 7-ին։ Ես այդ դրատակ ստորագրում եմ սիրելի իշխանություններ, սիրելի պետություն, որ Կտրիչ Ներսիսյանը իր շանսը չի բաց թողելու, նա գործելու է հանուն սատանայի, հանուն Ռուսաստանի շահերի, հանուն Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների այդ ծրագրերը կյանքի կոչելու,
Հայաստանի Հանրապետությունը այս կարգավիճակից հանելու եւ մտցնելու Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ։ Այս ամենի համար ինքը հանձն է առել։ Դրա համար է գլխավորը այս ընդդիմադիր դաշտի մեջ իրեն կոչում են կարևորագույն առանցքային դերակատարը, նույնիսկ ասում են, որ նա գլխավորում է քաղաքական ընդդիմությունը, որ նա ընդդիմադիր քաղաքական առաջնորդ է, այս մասին հայտարարել է ընդդիմությունը, ես դրա մասին չեմ խոսում, իմ հորինվածը չի, ոչ թե իմ կարծիքն է, իրենց պաշտոնական դիրքորոշումն է, իրենց հայտարարությունն է, իրենց խոսքերն են, որ Կտրիչ Ներսիսյանը հանդիսանում է առաջնորդը քաղաքական ընդդիմադիր ամբողջական դաշտի։ Լսեցինք, որ երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայ ազգային կոնգրեսի կուսակցության վերընտրվեց որպես առաջնորդ։ Ինչ կարող ենք ասել այս մասին։ Սա, գիտեք ինչ է ինձ հիշեցնում։ Իմ մանկության ժամանակ ես շատ էի հետաքրքրվում այս բաներով, այդ պարտիական, այդպես խոբի ունեի, չգիտեմ, սիրելի ժողովուրդ, բայց այն ժամանակ ինձ թվում էր, ես չգիտեի իհարկե, չէ, իրականությունը, որ դրանք մաքուր մարդիկ են, ազնիվ մարդիկ են, պարտիական բաները որ կային, Պոլիտբյուրոյի անդամները։ Ես բոլորին նկարներն ունեի, իրենց կենսագրականը ունեի, չգիտեմ, բոլոր բաները կարդացել եմ ես։ Երեխա վաղտվանից կարդացել եմ իրենց գրածները։ Գիտեք, հետաքրքիր էր ինձ, եւ իմ հարազատները իմ վրա զարմանում էին, բան, թե այդ ինչ հետաքրքրություններ ունես դու պարտիական բաներն ես կարդում։ Ես Բրեժնևի այդ Մալая Земля, Поднятая Целина, այդ գրքերը կարդացել եմ երեխա վաղտը։ Ինձ հետաքրքիր էր։ Եվ կարծել եմ, որ դրանք ազնիվ մարդիկ են, բայց երբ որ ճշմարտությունը իմացա, իհարկե շատ հիասթափություն ապրեցի։ Ինչի եմ ուզում դա հիշեցնել։ Այս վիճակն էր, չէ, հիշում եք, չէ, ծերուկները բիձեկն էին, Պոլիտբյուրոյի անդամներ։ Բոլոր մարդիկ, այսինքն սովետական միության կառավարությունը ամբողջական ծեր մարկանցից էր բաղկացած։ Եվ դրանք անընդհատ ընտրվում, վերընտրվում էին եւ այլն, այն ժամանակ բոլոր ձեռները բարձրացնում են, գիտեք, ինչ սիստեմ էր, հա։ Կեղծիք, հրապարակային կեղծիք։ Հիմա այստեղ էլ նույնը։ Այս մարդը, որ արդեն խելքը գցել է, այս մարդը, որ արդեն զարամյալ ծերունի է, եւ պետք է զբաղվի, այսպես ասած, արդեն իր վերջի կյանքի տարիները նվիրի հոգեվոր, կամ իր առողջականին հետևի, կամ հոգեվոր թեմաներին, այսինքն իրանով զբաղվի, իր ընտանիքի անդամներով։ Ինքը մխրճվել է մեծ քաղաքականության մեջ, վերընտրվում է այս զարամյալ ծերունին նորից Հայ ազգային կոնգրեսի կուսակցության որպես առաջնորդ։ Սա գիտեք ինչ է, սա խեղկատակություն է, սա ապացուցում է, որ նրանք նույն դատարկ սովետական միության այս ժամանակների մեջ այս ձերք բերած իրենց կարծրել, այս ինչ ասեմ, կարծրատիպերը կամ իրենց ուղակի այդ սխալ մտայնությունը, իրենց այլասերված հոգեբանությունը, որով ապրել շնչել են նրանք, այս ամենի մեջ է նեպվում, մինչև հիմա, որովհետև ամոթ էր, գոնե ձևի համար, մեկ անգամ ուրիշ մեկին ընտրեին, իրենց նույն այդ ստահակներից, ինչ որ մեկ այլ ստահակին ընտրեին, բայց ոչ թե այդ բիձուն բերեք նորից դնեք, մումիայի պես այնտեղ, որ ինչ անեք, եւ իհարկե լսեցինք, որ սատարելու է Սամվել Կարապետյանի, այսինքն մեր ձևով այդ սատանայական, հա, այդ ստոր ուժի, այդ սատանայական ստոր ուժը կառուցված է մեկ բանի վրա, ստի, Ռուսաստանին նվիրելու Հայաստանի շահը, տալու Ռուսենի ձեռքը, հա, փաստորեն Ռուսաստանը, որպեսզի կլանի Հայաստանի անկախությունը, պետականությունը եւ արդեն այս բոլորից դուրս բերի։ Մի անգամային դուրս բերի, ոչ թե դեմոնտաժ լինի, չգիտեմ ինչ լինի, մի անգամից է ռուսին ինչ կա։ Մի քիչերվա մեջ ինչպես որ Ուկրաինայի, ես դա արդեն ասել էի, մի անգամ էլ ուզում եմ ձեր ուշադրությանը հանձնեմ այդ կարևորագույն փաստը, որ Ռուսաստանի մեջ ինչ էր, հիշում եք։ Երբ որ ոտնձգություն արեց սկզբից Ղրիմի վրա, չէ՞։ Հարձակվեց առած մեկ փամփուշտի, ոնց գիշերը քնեցին, առավոտը վեր կացան մարդիկ, ուկրաինական պասպորտ ունեին գրպանի մեջ, հա, գիշերը քնելա ուկրաինական պասպորտով։ Առավոտյան արդեն այդ պասպորտը ուժի մեջ չէր։ Գնաց փոխելու Ռուսաստանի պասպորտն առնելու։ Որտեւ այլ պետության մեջ զարթեց։ Դա որտեղ է չլսվելիք բան է, պատմության մեջ sense բան գոյություն չունի։
Չկա sense պետություն, չկա sense երկիր, որ առանց որևէ փամփուշտի վերցնի մի գիշերվա մեջ մի паспорտը փաստորեն հետ լինի, իր գրպանում օրինական ստացած паспорտը եւ ուրիշ паспорտ ձեռք բերի։ Մարդը ծնվել է, մեծացել է այնտեղ, այդ паспорտը իր մոտ, ասենք, գողացան, քանի որ նա արթնացավ այլ պետության մեջ։ Նույնը սպասում է Հայաստանի Հանրապետությունը, եթե այս սատանեքը գան հանկարծ Աստված մի արասե իշխանության։ Այն նպատակը էդ է նրանց։ Եվ իհարկե, դրա համար տեսնում ենք մենք ինչ խայտարակություն է։ Կտրիչ Ներսիսյանը չի հանգստացել։ Տեսեք, դատարանը որոշել է Գևորգ եպիսկոպոս Սարոյանի վերաբերյալ, որ իրավունքները պիտի սրբազան հոր վերականգնեն, որ իրան պետք է պաշտոնի մեջ վերականգնեն, իր կարգի մեջ վերահաստատեն, որ ապօրինի է եղել Էջմիածնում կայացված այդ խուժժան որոշումը։ Նա թքած ունի դրա վրա, ավելին, այսօր էլ ինքը արդեն Աբրահամից ազատվեց։ Աբրահամը դա այն հոգևորականներից է, որը որ շատ կիրթ, շատ զարգացած, լավ մարդ է, լավ անձնավորություն է, որը ինչու՞ չէ, լավագույն տեխնացուներ նաև կաթողիկոսական տեղապահի։ Խնդրեմ, արդեն իրեն էլ դուրս հանեց, շարքից հանեց, ասեց գնա, տունը պարկի։ Ոնց է անում, ոնց է գործում։ Հիմա մեկ ուրիշին ուրիշ ձևով կանի։ Այսինքն 7 հոգի մնաց։ Այդ գիտեք, ես նայել եմ ժամանակին, չգիտեմ դուք ովքեր որ հետաքրքրվել եք եւ դետեկտիվներ սիրում եք, Ագաթա Կրիստի։ Սենց լավ բան կար։ 10 նիգրիցիատ, այն որ բոլորի գլուխը հերթականությամբ ուտում են։ Հիմա սրանք այս 10 եպիսկոպոսներից արդեն 7-ը մնացին։ Դե ֆակտո 7-ը մնացին, այդ 10 նիգրիցիատներից 10-ից 7-ը մնացին։ Մեկը ծախեց խուժանը, այն տերտերյան հովնան, միասիրական խուժլիգանը։ Մեկին կարկալույց արեց, դուրս հանեց, դատարանի որոշումն էլ պատրեց, աղբամանը դրեց, ասեց չեմ ճանաչում, եւ իրեն չի ընդունում իր առաջնորդությունը, հա, պաշտոնական Էջմիածինը չի ընդունում իրեն։ Նա ընդունում է Հայ Ռուբենի առաջնորդությունը, առաջնորդական տեղապահությունը, բայց ոչ թե Գևորգ Սարոյանին, որին կոչում է արդեն Արման Սարոյան։ Ահա, հիմա Աբրահամին էլ ասեց գնա տուն, թախտին պարկի, սպասի բախտին, հեսա։ Այսինքն ինչ է սա կատարվում, սիրելի ժողովուրդ։ Ես ուղղակի ապշում եմ, այս ամենի վրա ես ապշում եմ։ Ես չգիտեմ, հասկանում եք, պետությունը ոնց է մտածում, ինձ համար դա շատ տարօրինակ է, որտեղ այսօր իրենց շահերից է դա բխում։ Դա իմ շահը չէ։ Իմ շահը չէ դա։ Եթե մարդիկ մտածում են, որ Տեր Հայրը այստեղից խոսում է, քանի որ իր շահերից է դա գալիս, ոչ չարաչարը սխալվում են այդ մարդիկ։ Ես խոսում եմ արդարացի, ես խոսում եմ իրականության համապատասխան, ինչ որ տեղի է ունենում։ Ես որ նախազգուշացրել է, ասել է ինչեր են սպասվելու։ Մարդիկ կային, որ նեղվել են ինձնից եւ այլն։ Ահավասիկ, իմ ասածն է, թե ումը։ Իմ ասածով է։ Եվ կրկնում եմ, ես նորից եմ ասում, ես դրա տակ ստորագրում եմ։ Եթե հապաղեց իշխանությունը շարունակական կերպով արեց այս բանը։ Այդ կինոն կվերջանա։ Ու վերջ, բոլորն էլ արդեն կամանց աչքերից փառը կընկնի ու կտեսնան, թե ոնց է Գարեգին Բես սատանան, տիրադավ Կտրիչ Ներսիսյանը ազատվում իր հակառակորդներից շատ թյուրին ձևով։ Քանի որ ժամանակ է իրեն տրվել։ Հիմա գիտեք ինչ, մարդիկ տարբեր վերլուծություններ են անում, բան, ասում են իրանք փչացնում են, ինք ավելի է խայտարակվում եւ այն եւ այն։ Ես դրա մասին տեղեկություն չունեմ, որ իրան փչացնում են, ոչ էլ տեսնում եմ իրան վեճը չի բացարձակապես։ Եթե իր վեճը լինի, ինքը ոչ մի տնօրինություն այսօր չի բանանում։ Մարդ է նշանակում պաշտոնի, մարդ է հանում, մարդ է ճանապարհում, տուն ուղարկում հանգստի, կարգազրկում եւ այլն։ Ինչ որ ուզում անում է։ Այսինքն անում է ինչ որ արել է մինչև հիմա 26 տարի նույնն է արել, սիրելի ժողովուրդ։ Կուզեմ ասել, բան չի փոխվել իր համար։ Այո, նեղվել է։ Ճիշտ է։ Առաջ խալին իր առաջը փռում էր Քոչարյանը, Սերժը, ինքը նրանց հետ տուզի պես էր իրեն զգում, որտեվ ինքը իրենց կամակատարն էր, բայց միաժամանակ իրանք ամեն ինչով իրենց սատար էին։ Եվ դրա համար ինքը
զգում էր, որ ինքը ունի աջակցություն պետության, այն ժամանակ նրանք էին ներկայացնում հայոց պետականությունը։ Այդ ուզուրպատորները, հա, իրական գողապետերը, բայց նրանք էին ներկայացնում։ Եվ ինքը այն ժամանակ շատ լավ էր իրեն զգում ավելին, քան թե հիմա այդ իմաստով։ Բայց ինչ որ վերաբերվում է իր գործելավոճին, նա չի փոխվել, մի միլիմետր ինքը չի փոշմանել կամ չի ուղղվել կամ նույնիսկ չի բանարել, հա, խելոք չի մնում, ոնց որ ասած։ Նույնն է անում, սիրելի ժողովուրդ, սա առավել եւս վկայում է նաեւ այն մասին, որ օր առաջ չէ, վարքյան առաջ այդ հարցը պահանջում է լուծում։ Հիմա կլսեն ինձ, կլսեն, չեն լսի, Աստված իրենց հետ։ Ես չեմ կարող ոչ մեկին, ոչ ուժ ունեմ, մեկին ստիպելու, ոչ էլ ուժ ունեմ, մեկի վրա լծակ չունեմ, ազդելու, չունեմ։ Իմ ուժը իմ խոսակցության մեջ է այստեղից իմ հետևորդները, որոնք ինձ կհետևեն, այն հազարավոր դիտումները, որոնք ամեն ասոր եթե եթեր եմ անում, ուրեմն ծավալվում են եւ այսպես ասած սա է իմ միակ միջոցը պայքարի։ Ուրիշ ճանապարհ ես չունեմ, ես չեմ կարող այլ կերպ ազդել այդ process-ների վրա։ Մարդիկ պիտի դա հասկանան, որ ինձ ձեռքս բան չկա։ Որ ձեռքս բան լիներ, վաղուց այդ հարցը ես կլուծեի։ Վերջ։ Բայց ես ասում եմ իմ պրոգնոզները ճշմարիտ են դուրս գալիս։ Ես ինչ որ ասել եմ մինչև հիմա եղել է իմ ասածով։ Հիմա կարող է մարդիկ վատ են զգում դրանից, ոմանք վատանում են այդ իմ ասածներից։ Ինչի, որտեվ տեսնում են, որ ես ավելի իրատես եմ, որ ավելի խելացի եմ։ Իհարկե դուրը չի գալիս, բայց ինչի պիտի դուրը գա։ Մանավանդ մեր ազգի մեջ այդ նախանձությունը միշտ էլ եղել է ու կա ու պիտի մնա։ Հիվանդություն է դա հայերի։ Իսրայելի ժողովուրդը այդ ձեր չեն հрьяաները, ուրախանում են մեկը մյուսի հաջողության վրա։ Դրա համար ծաղկում է իրենց պետությունը, ծաղկում է։ Դրա համար ամբողջ աշխարհը իրենց սուպորտ է անում։ Դրա համար այսօր ինչ որ ուզում անում են աշխարհում։ Բրավո։ Դրա համար ոնց ուզում են վարվում են եւ որտեղ որ պետքա կառավարում են իրենք առանցքային աշխարհի մեջ ազդեցիկ բնակավարները Իսրայելի ժողովրդի ներկայացուցիչները հрьяաներն են։ Հայերը չեն է, այդ հрьяաներն են։ Իշնորիվ այդ իրենց առողջ մտածելակերպի, որ նրանք իրար դեպ ու թիկունք են ամենտեղ։ Ի տարբերություն հայի վնասն է տալիս, իրար պատնոշկա անելով, իրար նախանձելով, իրար տակ փորելով, այս սա է, իրական հայի դեմքը սա է։ Հետո մեծ խոսում են։ Ինչի վրա խոսենք։ Խոսենք, որ ինչ անենք, ոնց որ Սերժիկներ ասում։ Դրա համար եմ ասում, իմ ձեռքս չի, որ ես գործեմ։ Ես ինչ որ կարող եմ էսա, խոսալն է, կամ գրելը Facebook-ի մեջ, գրելը կամ խոսելը կամ ինչ որ մի նյութ տարածել, ուրիշ ճանապարհ չունիմ, որ պայքարեմ եւ արդյունքի հասնեմ։ Բայց ասում եմ ինչ որ կա, պրոգնոզը տալիս եմ, ասում եմ, որ այս մարդը մինչև վերջ կքանդի այս եկեղեցին։ Քանի որ պետությունը իրեն կանաչ լույսը վառել է։ Սենց է ստացվում, բայց նաեւ զգուշացնում եմ, ասեցի, չէ, ես չեմ կարող դրանց զաստավի տանեմ, դրանց ստիպեմ, ազդեմ։ Չեմ կարող։ Բայց ես իրենց ասում եմ, որ չանեն, հետո արմունկներն են կրծելու, իմ խոսքն են հիշելու, վատ են զգալու իրենց, եւ բայց այդ արերեսվելու են այդ իմ ասացի հետ, ինչ որ կլինի։ Շատ մարդ կա ինձ հակաճառում է, գիտեք, չեմ ուզում իմ ասել ով ինչ, բայց իմ ասածն է դուրս գալիս վերջում։ Այն հակաճառողների ասածը չի լինում, իմ ասածն է ստացվում։ Այս աշխարհում, այս ժամանակներում ամեն ինչ հնարավոր է։ Եվ այն մարդիկ, ովքեր ասում են պրագմատիկ բանով 100%-ով կանասեն, որ հա, բախտելու է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Ես խիստ կասկածում եմ, հիմք ունեմ կասկածելու։ Այո, ես չէի կասկածի, եթե Կտրիշ Ներսիսյանը արդեն ճաղերի ետևում լիներ, կամ առնվազն եկեղեցուց դուրս լիներ։ Եվ իր ավազակա որջը, որը կազմակերպել էր Մայրաթորի սրբությունը վերածելով Կուկուշկայի աթոռի։ Եթե դա մակրվեր, այո, ես համոզված եմ, որ Աստված պիտի պահապան լիներ իշխանության։ Բայց քանի որ այս իշխանությունը փաստորեն աչք է փակում այս անօրինությունների վրա, ամբողջական անօրեն է այս մարդը, ինքը ոնց որ ուզում ապրում է, բոլորին հեգնում է, ինչ որ ուզում անում է։ Հիմա թող որքան ուզենան ասեն, որ այդպես չի, որ ինքը վատ վիճակում է, իրեն նեղել են, ինքը էսեն է, թքած նա ունի, նա ամոթ չունի այդ մարդը, ինչ վատ վիճակի մասին է խոսքը, ես խումբ իրան լավ եմ ճանաչում։
Ինձնից լավ այս մարդուն ոչ մեկ չի ճանաչում։ Ես դա կարամ հաստատեմ, որտեղ ես այդ մարդուն տեսել եմ իմ կյանքիս մեջ, իրան ճանաչում եմ 86 թվականից, ես իմ աչքերով տեսել եմ ինքը ով է։ Եվ իր դեմքին է շատ բան եմ ասել։ Այն ժամանակ ինքը իհարկե կաթողիկոս չէր։ Նորաթուխ եպիսկոպոս էր։ Ես իր դեմքին ասել եմ, իր ով լինելը։ Դրա համար ամեն ինչ անում էր, որ Արարատյան թեմում ես չծառայեմ։ Չէ, բայց ծնվել մեծացել եմ Երևանում, քաղաքի կենտրոնում։ Ես քաղաքի տղա եմ եղել, բայց ինձ չէր թողում, որ ես ծառայեմ Երևանի, որտեղ իր դեմքին ասել եմ, որ ինքը սրիկա է։ Ու շատ վատ զգաց իրեն, երբ որ իմացավ, որ Գարեգին առաջին երջանկայի շատակ կաթողիկոսի օրհնությամբ ձեռնադրվել է։ Քահանա, շատ վատ զգաց իրեն։ Այս այդ պիտի ասեմ, բայց մի ժամանակ, որ այդպես էր, ես այն ժամանակ Հայաստանում որ ծառայում էի եւ առաջին իշխանություններ, առաջին նախագահը եւ այլն, բավական նորմալ, այսպես ասած, իշխանության նկատմամբ հարաբերություններ եւ այլն ունեցել եմ եւ չեմ մտածել այն ժամանակ, այսինքն ինձ համար անհայտ է եղել իրականությունը, հա, այսօր պարզ է դարձել, բայց այն ժամանակ ինձ համար անհայտ է դա եղել։ Հիշում եմ ինչպես որ եկավ հրապարակի վրա ինչ որ միջոցառում էր եւ այնտեղ ես էլ էի ներկա այդ միջոցառման ինքը վազելով եկավ Գարեգինը տեսավ որ ես այնտեղ եմ ինձ մոտեցավ ասեց որ ուզում ես արի մոտս ես ընդհանրապես բանատեղ չդրեցի իրեն դա 96 թիվն էր դա ուզում եմ ասել այստեղի կամելիոն է այս մարդը կեղտա կատարյալ սատանա հիմա քանի փակագծեր բացեմ ինչերով է զբաղվել նա եւ ինչեր է արել ժամանակին եպիսկոպոս վախտը քաղաքը փոքր է եղել սաղ էլ իմացել են իր մասին ինքը ինչ ձևի անձնավորություն է եւ ընդհանրապես ինչ բաներով է զբաղվել այնտեղ այսինքն կուզեմ ասել որ այս մարդուն 5 մատի պես ես ճանաչում եմ եւ անհոգեվոր իր վիճակը գիտեմ որ ինքը շատ հերույ է հայաստանյաց եկեղեցուց ոնց որ Եգրիս դեպի լուսին ավելի մոտ է, քան թե Գարեգինը եկեղեցուն։ Եվ այդպիսի ապուշը, այդպիսի պարազիտը, ուղղակի պարազիտ է նա հոգևոր։ Նա բազմել է լուսավորչի աթոռին։ Եվ փոխանակ իշխանությունը, քանի որ ինքը բարձրաձայնեց, ինքը սկսեց այդ պայքարը, մինչև վերջ լմայացնի, թթու են դրել, ինչ եք թթու դրել իրան, ինչին եք սպասում, ինքը չի գնա։ Ես ասում եմ, ստեղից հայտարարում եմ 1000-րդ անգամ, դրա տակ ստորագրում եմ։ Ես իմ անունն եմ դնում, դրա տակ, իմ պատիվն եմ դնում։ Որ Գարեգինը իր ոտով չի գնալու, երբեք։ Անունով կարամ ստորագրեմ, որ նա չի գնա։ Կգյուլես իրեն ինքն դեղից ոտով իրա չի գնա։ Իրան ուժով պիտի հանել։ Միայն պետությունը պիտի իրեն հանի։ Միայն պիտի համապատասխան կառույցները այդ բանով զբաղվեն։ Ինքը իր կամքով ֆիզիկապես միայն դուրս կբերվի այնտեղից ոտներով առաջ, այսինքն եթե մեռավ սատկեց, այդ վաղ նոր դուրս կգա ինքը, որ իր կամքը կլինի, հա, որ ինքը մեռել է, եւ փաստորեն իր կամքի համաձայն իրան պիտի դուրս անեն։ Տանեն սատկացնեն, թաղեն, փոսը դնեն։ Այլ կերպ ինքը դուրս չի գա այնտեղից։ Իր հոժար կամքով այս մարդը չի գնալու։ 3 ամիս չէ, 30 տարի էլ անցնի, չի գնալու։ Այս իշխանությունը 1000 անգամ կճանապարհի ինքը ասպարեզից, բայց ինքը չի գնա, եթե դուք դրան եք սպասում։ Ես դա հայտարարել եմ, հայտարարում եմ եւ շարունակում եմ պնդել, որ դուք սխալի մեջ եք։ Գատրիչ Ներսիսյանը նա հմուտ սատանա է, նա չի գնա։ Չի գնա նա, ինքը տկած ունի ամեն ինչի վրա, ինքը չի ազդվում։ Ուզում եք Եվրոպարլամենտից խոսեք։ Որտեղից ուզում եք, ինչ ուզում եք խոսեք։ Եվրոպարլամենտի խոսակցությունից հետո Աբրահամ Սրբազանին ինքը տուն ճամփեց։ Դրանով ինչ ուզեց ցույց տալ, որ ինքը թքած ունի ամեն ինչի վրա, ինքը իր գործը տեսնում է։ Այն որ ասում է սաբակը լայ, կարավան իդիոտ, էս հիմա այս վիճակն է։ Իր համար միևնույնն է, ինքը միայն կենթարկվի այն ժամանակ, երբ որ ականջից կբռնի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը կամ ոստիկան ու դուրս կշպրտի իրեն։ Երբ որ ձեռնաշխտաները կդնեն իր վրա ու դուրս հանեն ուժով այդ
նստավայրից, վեհարանից, այդ ժամանակ միայն այդ մարդը կարող է այնտեղից դուրս գալ։ Ուրիշ ոչ մի սցենարով, կրկնում եմ, ոչ մի սցենար չկա իրեն դուրս հանելու։ Ինչքան ուզում եք գնացեք պատարակի, անունը տվեք, անունը միտվեք, իր համար դա մի եւ նույնն է։ Ինքը այս ամեն ինչի վրա թքած ունի։ Ինքը ծախվել է բոլորին։ Բոլորին է ծախվել։ Կոմունիստների ժամանակ կոմունիստ ա եղել։ Հեղեշեն եկավ, հեղեշեական փորձեց ձևանալ։ Հետո եկավ Քոչարյանը, Քոչարյանի գույնը փոխեց։ Հետո Քոչարյանից հետո Սերժ եկավ, Սերժի գույնը փոխեց։ Նիկոլ Փաշինյանի գույնը կհակներ, եթե իրեն Նիկոլ Փաշինյանը թույլ տար։ Դա անել։ Որտեղ իր համար մի եւ նույնն է։ Ցանկացած մեկի առաջ ինքը պատրաստ է ծնկի իջնել, ցանկացած մեկի կոշիկը լիզի։ Պատրաստ է դրան։ Սա այդ մարդն է։ Դրա համար ինքը ցանկացած իշխանությանը, բայց ես չի զարմացնում, հասարակարգի հետ փոխվեցին այս մարդը բոլորի հետ լավ հարաբերություններ միշտ ուներ, ոնց է պատահել։ Կոմունիստների հետ լավ ա եղել, աղբեր ա եղել։ Գործեր իրաց սարքել ա, դասավորել ա, պաշտոններ ա ձեռք բերել։ Հերչեի ժամանակ նմանապես շատ լավ էր իրեն զգում։ Ալան, թալան, գողություն, ամեն ինչ արել է։ Անփարոյականություն։ Ոչ մեկ չի պատժել իրեն, չէ՞։ Գլուխը շոյել են, բամբակների վրա են դրել։ Եվ բոլորը այդպես են արել։ Հիմա այս պետությունը նույն բանն է անում։ Իրեն դրել են նորից բամբակների վրա։ Այն ինչ որ նրանք անում են, իրան վրա չի ազդում դա։ Այն ռուսը լավ խոսք ունի, ասում է, как мертвому припадки։ Այդ իր համար դա ոչ մի բան չէ։ Ինչքան ուզում ես, ինքը իմունիտետ ունի, իր մասին խոսա։ Ամբողջ մեդիա դաշտը իր մասին ամիսներ շարունակ խոսեց, ամիսներ շարունակ խոսեց, ինչ փոխվեց։ Ինքը ազդվեց դրանից, ոչ։ Նույնիսկ Եվրոպարլամենտի այդ խոսակցությունից հետո Եվրոպարլամենտի ամբիոնից է խոսվել, հա։ Ինչ է հայտարարել, որ սուտ է այդ խոսակցությունը, այդ ինչ որ ասվել է այնտեղ իրականությանը չի համապատասխանում։ Խնդրեմ։ Դուք հասկանում եք, որ այդ մարդը նաև հոգեկան հիվանդ է։ Նա հոգեկան խնդիրներ ունի։ Բացի ամեն ինչից նա հոգեկան հիվանդ է նաև։ Ինքը հայտարարել է, ասել է ինչ որ Եվրոպարլամենտի ամբիոնից Փաշինյանը ասել է սուտ է դա։ Իր ասածն է դա։ Գարեգին երկրորդ կաթողիկոսի ասածն է դա։ Այդ բորնիկի։ Խնդրեմ։ Դրա համար ոչ մի բան չի կարա փոխվի։ Ոչ մի բան չի կարա փոխվի։ Եթե պետությունը քայլեր չառնի։ Այսինքն պետությունը պետք է ինքը շահագրգիռ կողմը պիտի նա դառնա առաջին հերթին, նրանց է դա պետք։ Իշխանավորները պիտի դրա մասին ավելի շատ մտահոգվեն, քան թե Սահակը։ Ինձ ինչ, թող չհանեն։ Թող չհանեն, ինքը բոլորին հանելու է հերթով։ Ես այստեղից ասում եմ, հերթով բոլորին ինքը հանելու է։ Չեն հավատում մարդիկ, հա։ Բայց եղավ։ Նեն երկ մի հատ կա, հա։ Միած որ ասում է եղավ, այս բանը եղավ։ Այդ մարդը, կրկնում եմ, եկեղեցին քանդում է մինչև վերջ։ Եվ ինքը չի հանգստանա, մինչև ինքը այդ եկեղեցին մինչև վերջը չքանդի։ Եվ ոնց է նա քանդում այդ եկեղեցին, ներսից է քանդում։ Ինքը ներսից է բարակտում։ Ապականել է ամենը։ Հավատացյալները այսօր չունեն եկեղեցի։ Բուտաֆորիա կա, բուտաֆորիա, որը կոչվում է եկեղեցի, բայց ուր է այնտեղ այս եկեղեցում հոգևոր կյանքը։ Իրական կյանքը ուր է։ Այսօր ինչ արյունալից պատերազմ է ընթանում։ Ով է խոսում։ Ով է այս եկեղեցականներից այս թեմաներով անդրադարձ անում։ Ոչ մեկ։ Ոչ մեկին, որտեվ դա պետք չի այդ բաները խոսալ։ Իրանք բիզնես են անում, իրենց դա պետք է։ Մարդ կա, կնքի, պսակի, թաղում ունի գնան, թաղում անեն, փող առնեն։
Եկեղեցին վերածվել է շուկա է։ Ծեսերի շուկա, ծեսերն են վաճառում, էլի կարճ ասած, ձեր վրա վաճառում են արարողությունները, դուք դիմում եք տարբեր արարողությունների համար, նրանք դա կատարում են, փող են առնում, մնացածը հետաքրքիր չի։ Բայց եկեղեցականները ոչ մի հողովական աշխատանք չեն տանում, իրենց դա հետաքրքիր չի։ Եթե քարոզի փոխարեն քաղաքական ճառեր են ասվում, ինչի մասին է խոսքը։ Չկան են նորմալ հոգևորական, ես չեմ տեսնում։ Ողբալի վիճակ է։ Այս ինչ որ կատարում է, որտեղ ես եպիսկոպոսներով եմ դատում։ Այս Մարկոս ով է ոտ այդ բանը Սյունյաց թեմի առաջնորդը, որին հանձնարարվել է։ Կամ ոնց էր անունը դրա, չգիտեմ։ Այս ախմախի։ Սարսափելի մի բան է։ Տիպ է։ Նայում ես վրան սիրտը խառնում է մարդու։ Նա առաջնորդ է, խնդրեմ։ Եթե այդ մարդը առաջնորդ է, եթե սենց մարդիկ առաջնորդներ են, որոնց վրա որ նայում ես յախք, են Պետրոսի բանի ժամանակ հիշում եք, չէ՞, բան կար, մահացավ, մի հատ, չեմ ուզում ասել, բայց էսա, նայում ես վրան, ուզում ես ասես յախք, և այդ մարդը թեմի առաջնորդ է, բայց թեմի մեջ ինչ քահանաներ են, ուրեմն եթե նա է առաջնորդ, այդ թեմի քահանաները ինչ են, ես ինչ է կատարվում, մեկը կա մի հատ ռազբոյնիկ ոնց որ, իսկական է, այն, չգիտես, այդ մարդ ով է, կյանքի մեջ ինչ աշխատել, մինչև տեր դառնալը, հա, քահանա չեմ ասում, մսավաճառ ա եղել, ով ա եղել ինքը, կամ ինչ է արել, չեմ հասկանում, իր դեմքին որ նայում ես, մեկ կկա, են որ Բագրատին է պաշտպանել վերջերս, հա, Միքայելին, սաղին սրբացնում է, դեմքին նայում ես, սիրտը խառնում է մարդու, ես պատկերացնում եմ, վախենում են իրենից, հոգևորականին տենալով, երեխան, որ առաջ անգամ մտնի եկեղեցի, սենց մարդու դեմք տեսնա, կասի սատանա է տեսել եկեղեցու մեջ, հետ չի գնա եկեղեցի, այսպիսի մարդկանց դեմքերը, որ տեսնան, որոնցից սիրտը խառնում է մարդու, էլ այդ ոչ մի մարդ չի գնա եկեղեցին, ես համոզված եմ, այս սրանց են, Գարեգինը սրանց է բերել, առաջ բրդել է, սենց խուլիգաններին, սենց անպետք մարդկանց է, մի քիչ էլ արտաքինը պիտի համապատասխանի, մի քիչ մարդու մեջ պիտի մարդկային բանը լինի, նայում ես մարդու հոտ չի գալիս վրայից, դրա համար ես ժողովուրդը ինչ պիտի գնա այնտեղ, գնում է ուրիշ տեղերը, լավ է անում, որտև իրանց չի ուզում տեսնալ, իրանց երեսից է գնում ուրիշ տեղ, այդ եկեղեցին դրա համար է դատարկվել հավատացյալներից, դրա համար հավատացյալները այնտեղ չեն, նվաստոկոսն է կազմում, եթե բնակչության վրա վերցնեք, ով է գնում, ինչ տոկոս է գնում այսօր, եկեղեցին, արարողություններին մասնակցելու, պատարակներին, ի նկատի ունեմ, այսա, որը մեզ բոլորին պիտի մեծ մտահոգություն պատճառի, սիրելի ժողովուրդ, և իհարկե պիտի խոսենք այս պատերազմի մասին այսօր, երբ որ մենք լավ պիտի հասկանանք, ինչ է կատարվում, ինչ է կատարվում տարածաշրջանի մեջ, սա ուղղակի այն պայթյունավտանգ իրականությունն է, որը որ ամեն րոպե կարող է բռնկվել, և ես կարծում եմ, եթե արդեն Թրամփի հրամանով շարունակվեն գործողությունները ռազմական արդեն և մասնակցեն արդեն այսպես ասած զինվորականները ոչ թե ռմբակոծեն մենակ, այլ զինվորականությունը մտնի այնտեղ ու տարբեր գործողություններ իրականացնել, այն նոր դուք կտեսնաք, թե ինչ է սկսվելու, ինչ փախստականների հոսք է լինելու, ինչ խայտառակություն է լինելու և ինչպես է դրա անդրադառնալու ամբողջ այդ տարածաշրջանի վրա, այդ թվում նաև Հայաստանի, որտեղ Հայաստանը հարևան պետություն է, սահման ունի Իրանի հետ։ Այս է, և փոխանակ մարդկանց բացատրվի, մարդիկ հասկանան, վերջի վերջո պիտի նրանք էլի սկսեցին խանգարել, դրա համար պիտի վերջացնենք, ավարտենք այս խոսակցությունը։ Այդ ժամանակ նոր պիտի տեսնան այդ պատերազմի հետ կապված ինչ բաներ կարող են ստացվել։ Իհարկե մենք պիտի աղոթենք դրա համար, որ Աստված ողորմած, Աստված մեզ իսկապես
ազատի այս ահավոր վիճակներից։ Բայց Հայաստանի